Նորից բարի երեկո սիրելի հայրենակիցներ, այո, մենք ունենք տեխնիկական խնդիրներ, մենք չենք կարող այս պահին ընդունել ուղիղ եթերով հույր, որովհետև Facebook-ը ոնց հասկացեց ծանրաբեռնությունը, որ այն պահը, որ հիմա իմ մոտ կա, չի թողում մեր Արամ աղբորը կանչենք մեր ուղիղ եթերում, ինչ որ այ մենք շարունակենք մեր ուղիղ եթերը, այո, տեխնիկական մեծ խնդիր կա, պետք է նայենք, թե ոնց կարող ենք այս խնդիրը մենք լուծել, ես աշխատեմ ուղիղ եթերը շարունակել, Աստված օգնի բոլորիդ, այո, ես խոստացել եմ մեր հայրենակիցներին, որ լինել Վարդան Ղուկասյանի կողքին, որպես հայ քրիստոնյա, մեր հայրենակիցի կողքին, անկախ նրանից, թե նա ինչ պետական գործիչ է, անկախ նրանից, թե նա ինչ անուն է կրում պետական, նա մեր հայրենակիցն է, նա իմ, իշքան որ ես Վարդան Ղուկասյանին ճանաչում եմ, նա չի եղել հողատու, նա չի սպանել երեխաներին, մեր հայրենակիցներին, մեր տղեկին, այն ինչ որ ես տեսել եմ այս տարիների մեջ օգնելով մեր հայրենակիցներին, դրա համար ես իմ աջակցությունն եմ տալի Վարդան Ղուկասյանին։ Մենք բոլորս գիտենք, որ ամսի մարտի 10-ին վաղը լինելու է դատավարություն, իմ կոչը մեր Ամերիկայի հայրենակիցներին, որ լինել Վարդան Ղուկասյանի կողքին, աջակցել, ամեն ինչը չթողնել, որ ինչ մարդիկ մտնեն կամ ինչ-որ խնդիրներ ստեղծեն, ամեն ինչը արեք ինչպես հայ քրիստոնյավայել ձևով, օգնեք ձեր աջակցությունը տվեք Վարդան Ղուկասյանին, որովհետև նա այսօր իմանալով, որ նա այսօր նեղության մեջ է, նա ոստիկանությունում է գտնվում, որտեղ նա մեր հայրենակիցն է, ես նորից եմ ասում, դա ես ինձ վերցնելով որպես պարտականություն, որ մեր հայրենակիցներին, մեր երկրի համար նա օր ու գիշեր չի քնե եւ ինքը օգնել է, եւ մենք դա կարող ենք հաստատել, որ շատ ընտանիքներ են մտել եւ օգնել, թեկուզ որ շատ ժամանակ ինքը հայոյելով է դա արել, դա հարցի մյուս կողմն է, ես միշտ ամեն անգամ դա ասելու եմ, բայց այսօր նա նեղության մեջն է, ես նորից ասում եմ, եթե նա չլիներ Վարդան Ղուկասյանը Պողոսյան Պողոսը, ես որպես հայրենակից, հասկանալով ինչ է նշանակում հայրենիքի համար ինչ որ քայլ անել եւ այս պահին ես գիտեմ, որ այդ շինծու գործեր են, ինչ որ մեր հայրենակիցների, եթե Վարդանը լիներ միակը եւ մեր Հայաստանը լիներ Շվեյցարիա, ես մի քիչ կկասկածեի այս ամեն ինչի վրա, բայց քանի որ մենք ունենք եղբայրներ, որ անմեղ այսօր նստած են, մենք ունենք եղբայրներ, որ անմեղ նահատակվել են, այդ փորձը ցույց է տվել, որ մենք գործ ունենք թուրքահպատակների հետ եւ նրանք պատրաստ են ամեն անգամ լրացնել մեր հայրենակիցներին, սա մեր խնդիրը, որ մենք պետք է փորձենք չլռել, պետք է փորձենք մենք ծնկի չգանք եւ փորձենք խոսել խնդիրի մասին։ Ամսի 12-ին, մարտի 12-ին լինելու է դատավարությունը Սերոբ Գասպարյանի, մեր Սև Հովազի հրամանատարի դատավարությունն է, մենք ամսի 10-ից վաղվանից նորից կսկսենք մեր եթերները, 11-12-ը լինելու է մի քանի եթեր, հասկանանք դատավարությունը ինչպես է ընթանում Սերոբ Գասպարյանի, իմ կոչը մեր հայրենակիցներին, մեր կրված տղեկին, մեր աղբերներին եւ մեր բոլոր դրսում, ներսում ապրող եղբայրներին, ով որ ճանաչում է, թե չեք էլ ճանաչում, Սև Հովազը 30 տարի կրվել է իմ եւ քո եւ մեր երեխաների համար, տալով համ հաղթանակներ, տալով համ զոհեր, նրանց կյանքը դրվել է մեր համար, մեր երեխաների համար, հրամանատարը Ռոստամ Գասպարյանը իր որդու հետ տալով իր կյանքը, որ այսօր այս թուրքահպատակները փորձեցին այդ 30 տարվա եղածը ուղղակի վաճառելով, փորձելով մարդկանց բերդերը մտցնելով, որ այս ամեն ինչը ուղղակի ջնջեն, մենք պետք է դրա հագարակը ցույց տանք եւ մենք պետք է դրա հագարակը գործենք այսօր։ Դրա համար ես հայ լինելով
պատմությունը իմանալով եւ այդ ամեն ինչը հասկանալով ես դրա համար բարձրաձայնում եմ։ Ես նորից եմ ասում, ես մարդկանց ասած այդ բլոգերը չեմ, ոչ էլ ինձ դա հաճելի է, ոչ էլ դրա կարիք ունեմ։ Այսօր ես կանգնած եմ իմ հայրենիքի կողքին, ես արդեն 22 տարի կանգնած եմ այն գործողությունների մեջ, որ ես եղել եմ ստվերային եւ ես փորձել եմ, որ դա ուղղակի իմ պարտքն է որպես հայ լինելով օգնել իմ երկրին, իմ երկրի սահմաններին, զինվորի կողքին եւ մնացած, ես չեմ սիրել խոսել դրա մասին, բայց այսօր պահանա, որ մենք միասնության կոչ անենք, դրա համար այսօր ես եթերներում եմ լինում։ Ինչ մնում է Վարդան Ղուկասյանի երեկվա մայրիկի լայֆին, ուղիղ եթերին, ինձ շատ SMS-ներ եկավ գիշերը տարբեր երկրներից, տարբեր անձերից, ես չեմ ուզում դրա մեկնաբանությունը տամ, ես չեմ մտնում այն դաշտը, որը ես չեմ կիսում ոչ մեկի հետ, դա իր մայրն է, ինքը որոշեց մտնել, հետո այդ ուղիղ եթերը ջնջեցին, հետո էլի ոնց որ թե այդ ուղիղ եթերը կա, ես չեմ ուզում ոչ մի կարծիք Վարդան Ղուկասյանի մայրիկի արած ուղիղ եթերը մեկնաբանեմ, դա իմ խնդիրը չի, այսօր իմ խնդիրը մեր հայրենակիցը ոչ ազատության մեջ է, իմ խնդիրը բարձրաձայնել, որ նա ազատ արձակվի։ Եթե մենք չբարձրաձայնենք, եթե մենք չխոսենք, եթե մենք այս ամենը չասենք, դա կլինի Վարդանը թե մեկը նորից սկսելու են այս ձեռացագիրով հաջորդի հետ անելը։ Սա է խնդիրը իմ բարձրաձայնելու, նորից եմ ասում, ես չեմ խառնում իրանց ներքին կուխնյայի մեջ, դրա պատասխանը կարա տա Վարդան Ղուկասյանը, երբ որ դուրս գա, դրա պատասխանը կարա տա իր մայրիկը, երբ որ ինքը երեք մտավ ուղիղ եթեր։ Դրա համար խնդրում եմ մեր հայրենակիցներին, որ ինձ հարց չտաք, իմ կարծիքը ես ունեմ շատ ուրիշ տեղում է, իսկ ինչ որ մնում է իր մայրիկի արած ուղիղ եթերն, իրանց հարցը տվեք, ինձ հետ հարցը մի տվեք, իրանք դա իր որդին է, դա իրանց որոշումն է, ով մտնի եթեր, ով չի մտնի եթեր, մենք որպես հայ քրիստոնյա լինելով պետք է ուղղակի քրիստոնյավայել մենք մեր քայլը անենք եւ մեր օգնությունը անկախ նրանից դա գտնի Վարդանը թե գտնի ինչ-որ մեկը կանգնենք նրանց կողքին։ Սա է այս ուղիղ եթերների իմաստը սա է, որ ես փորձում եմ անդադ եւ անդադ փորձել խոսել մեր հայրենակիցների մասին։ Նույնը ես խոսելու եմ Սերոբ Գասպարյանի մասին, որ այդ սինչու գործողությունները այն ինչ որ կապել են այդ մարդ, որը 30 տարի կռվել է, մարդ, որը 30 տարի դիրքերից իր եղբոր հետ միասին, իր երեխաների հետ միասին, ես դրա համար այդ թուրքա հպատակներին ես ասում եմ, եթե բան ունեք ինձ հարցնեք, ես ձեզ կասեմ, որ այդ մարդիկ հերոսներ են, իսկ փորձել հերոսին այս ձև, գիտեք, այս ձեռացագիրը իրանք ավելի են փորձելու են մնացածին ոչնչացնելու, որովհետև այսօր սպանելով մեր հայրենակիցներին, սպանելով հազարավոր մեր երեխեքին, մենք ձեն չհանեցինք։ Այսօր մենք չունենք այդ հրամանատարները, շատ քիչ են, այսօր մենք չունենք ընդդիմադիր այն առաջնորդը, որ ոչ մեկի հետ չի նստի, թե Լևոնից մինչև Փաշուղլի, չի նստի ոչ մի հարցում։ Ես միշտ ասել եմ, սա մի հատ մեծ առևտուր է գնացել, ոչ թե մենակ Հայաստանի հետ, մենք այսօր տենում ենք թե Սիրիայում ինչ է կատարում, այսօր տենում ենք Ռուսաստան, Ամերիկա, Ուկրաինա, հա, եթե այդ հզոր պետություններն ուղղակի բնաջնջեցին, բայց մենք ունեինք 30 տարի ժամանակ, 30 տարի մենք կորցրեցինք, այս սրա համար պատասխան պետք է տան։ Այդ Լևոնից մինչև Փաշուղլի պետք է պատասխան տան, որ այդ մարտահրավերները պետքա գային, դրանք գալու էին ու այսօր ինչի մենք այդ ամեն ինչը կորցրեցինք։ Ես մի բան եմ ասել, ես իմ կարծիքը, ես էլ եմ ասում, թող ես լինեմ բոլորի վատատեսը, բայց դուք եք լավատեսը, բայց ես այս տեմպերով, երբ որ այս ամեն ինչը գնում է, ես չեմ կարող հասկանամ, եթե մենք չունենք մեր տղեկին սպանել են, մեր զենքը նվիրել են ադրբեջանցիներին,
մեր հրամանատարները առողջ տղեկը, որ 30 տարի կռվել են, փագիտակ են, ընդդիմադիր էդի գլնի դոգը թե Պողոսը այսօր փագիտակին, ես ունում հասկանամ երկիրը ոնց է դուք պատկերացնում, որ պետքա լավին գնա։ Եթե բոլորդ մեր սիրելի հայրենակիցներ, շատերը ասում եք Նիկոլ Փաշինյանն նա թուրքահպատակ ծառայողը, որ այսօր տանում է դեպի երկիրը մեր Թուրքիայի սահմանները բացելով մտցնում է այդ երկիրը, ոնց եք պատկերացնում դուք, եթե մենք չունենք ընդդիմադիր խոսացող, ժողովրդին շարժող, եթե չունենք հրամանատար, առողջ, որը կռվե եւ արյունա տվե, ես չեմ կարա պատկերացնել, որ Սերոպի պես տղեն կարա ինչ-որ մեկի հետ համագործակցի, ով Սերոպին ես հավատացնում եմ շատերից ավելի շատ գիտեմ եւ շատ եմ ճանաչում, չի կարա Սերոպի պես անձը Ռոստամի թանկ ու նրա որդու եւ մնացած աղբերների թանկ արյուն ինչ-որ դնի, ինչ-որ մեկի հետ համագործակցի։ Դուք ոնց եք էդի պատկերացնում, որ այդ սխալ ինֆորմացիաները, լրատվականները դրանց ծախված խոսեցին այդ մասին, հա, դրա համար ես ասում եմ, այս երկիրը եթե այս տեմպերով շարունակվի, մենք շատ քիչ ժամանակ ունենք այս ամեն ինչը ուղղակի վերանայելու, չենք էլ կարա վերանայենք, որտեղ մենք չունենք այդ ռեսուրսը, մենք չունենք քայլող ուժը, մենք չունենք ընդդիմադիրը, մենք չունենք տներից ոտքի հանողը, մեկը կար, անունն էր Վարդան Ղուկասյան, որ իր մոտ ստացում էր թեկուս այդ զենքը, որ հիմի մարդիկ ասում են, վայ, հանգիժներս հանգստացել է, շատ հավատացյալ ասում են, վայ, դրա հետ ոնց կարար մարդ խոսել բան, ես կասեմ, ես կանդրադառնամ այդ հարցին, որն է լավը, ավելի լավը հայոյանքով, չնայած էլի եմ ասում, լավը չէր, մենք 400 տարի ենք կորցրել այդ արժեքները, բայց մարդը ուղղակի կանգնեցնում էր հայոյանքով խնդիրները եւ սահմանին դինող իրավիճակները։ Իսկ Նիկոլ Փաշինյանին, որ 5000 հոգի եռաբլուրը լցեց, հազարավոր վիրավորներ թողեց, որ հարյուրավոր գերիներ եւ անհետ կորածներ, բախի դրան չեք ասում։ Բախի այդ նույն հավատացյալը չի գնում, կամ այդ նույն հայը չէ თუ Նիկոլի հայատը կայնի ասի, այ բոզի տղա, էս ինչ արեցիր։ Մարդը քֆուր էր տալի, հա, հայոյում էր ձեր համար, ձեր ավտոբուսի գցենք ծախսերի համար, հա, ձեր երեխաների բանակում երբ որ ծեծում են կամ խփում են կամ ինչ-որ խնդիրներ են լում, արեք չմոռանանք, արել է մարդը, իրոք արել է։ Բայց մեկը չկա, այս 5000 հոգուն լավ, այս ինչ արեցին, դրա իրաց ծնողները, մայրերը ուր են։ Ես զարմացած եմ, ես կարող եմ մի քիչ ինքը կոպիտ հնչի, բայց սա իմ կարծիքն է, իսկ մարդ իրավունք ունի իր կարծիքը առողջ ձևի բարձրաձայնելու, դա իմ կարծիքն է, թող չվիրավորվեն, ես ուղղակի մի բան հասկացա, ոնց կարելի էր $20,000 զոհված ընտանիքը վերցնել եւ Նիկոլի կնոջ հետ մի սեղանի վրա նստել եւ նա թույլ տվեց մի բառ հանուն ինչի ու այդ կինը այդ սենակում առողջ կարացավ դուրս գար սենց ասեմ առողջ կարացավ դուրս գար գցենք ես չեմ կարող հասկանամ որ մի մայրը հայ կինը ես պատմություն գիտեմ այդ գիրքը կա իմ մոտ թարգմանված չի, այդ գիրքը կա իմ մոտ, երբ որ Մուսալերան այդ 40 օրվա այդ ջարդը սկսվում է, մեր հայ կանայք, մայրերը, գիտեք ինչ են արել, հավատք ընդունելով իրանց որդիներին կապել են, որ չմուսուլմանանան, իրանց ժայռից գցել են։ Մեկը մյուսին գոռալով դուք հավատում եք Հիսուս Քրիստոսին, ընդունում եք Սուրբ Հոգին, այո, մենք չենք վերցնի, մենք չենք դավանափոխվի, այ դա է իմ համար հայ կնոջ տեսակը։ Ոնց կարաք դուք $20,000 վերցնեք, որ ձեր երեխեն սպանել են, ու դրա հետ մետեղ եթակ սպանողի հետ նստեք, հաց ուտեք եւ սպանողը ասի հանուն ինչի։ Ես տենց հայ չեմ ճանաչում, դրա համար ես նորից եմ ասեմ, իմ կարծիքն եմ ասում, ես չեմ ստիպում ինչ-որ կամ ասեմ, տենց է, չէ, ես իմ կարծիքը, սա իմ եթերն է, ես իմ կարծիքը շատ կոռեկտի մեջ բարձրաձայնում եմ, որ պետքա շատերը այստեղ հարցական է գալի, որ շատերը իրենց գենետիկան պիտի այսօր ստուգել տան, արդյոք դա հայի գեն է, ոնց կարող է հայը ծախվի, ոնց կարող է հայը ծնկի գալ, ոնց կարող է 1700 տարի քրիստոնյան այս օրը ընկնի,
որ աշխարհը մեզանից է սորվե, ամեն ինչու այսօր մենք աշխարհի դեմ ծնկի ենք եկի ու մեզ չեն ճանաչում։ Ես չեմ կարող դա հասկանամ։ Ես չեմ կարող հասկանամ, որ հրամանատարը 30 տարվա կռվողին տարե փագել են։ Ո՞վ է ձեր հրամանատարը լինելու։ Երկրի 40%-ի երիտասարդները ծառայած չեն։ Այդ ո՞նց հիմա եթե կռիվ եղավ, ո՞նց եք պատկերացնում։ Ո՞նց եք պատկերացնում առանց հրամանատարի մարդ, որոնք 30 տարի կռվել են։ Խնդրում եմ, մի պահ պատկերացեք, եթե հրամանատարին փագել են, ձեր երեխեքը ինչ են լինելու վաղը, եթե կռիվ ունենա։ Այո, կռիվ լինելու է։ Ես էլ եմ ասում, ես ոչ թե սա ուղղակի ասում եմ, որ մարդիկ դուք հայերդ վախենանք կամ ասենք, վայ, վաղը կրիս ինչ ես խոսում, եւ շատերը չեն ուզում լսել։ Ես շատերի դաժե այս բառի վրա կռիվ եմ տվել։ Ես դաժե շատ հարազատ մարդու կորցրել եմ այս բառի համար։ Մենակ մի ասա, որ պետք է կռիվ լինի, մենակ մի ասա, որ մահ պետք է լինի, բա ինչ պետք է լինի։ Բա ես ուր ա գնում։ Այդ 5000-ից այդ 5000 երեխեքը որ մահացան, կարող է այդ 5000-ից մեկը քո որդին լիներ, որ Աստված ողորմացել ու չի եղել։ Լավ, մի հատ հարց, եթե այսօր հրամանատարները կռված տղեկը փակի տակ են կամ սպանված են, ով է այդ հրամանը ով է տալու, ո՞նց են այդ կռիվը վարել։ Ես չեմ կարող զինվորի ցավը տանեմ, բայց զինվորը չի կարող առողջ հրամանատարի կռիվ տա, չի կարող։ Չկա մի աշխարհում մի մեկը, որ ասի ես առանց առողջ հրամանատարի կամ այդ զինվորական, այդ կառույցը աշխատի ուղղակի մենակ զինվորով։ Այո, մեր տղեկը կռվող տղեկ են։ Մեր տղեկը հզոր տղեկ են։ Մեր 18 տարեկանները ես գիտեմ պատմությունի մոտ վիդեոներ կա դաժե, որ ինչ ձևի կռիվ են տվել առանց հրամանատարի։ Բայց այս մասշտաբի, այս ամեն ինչի բռնեն առողջ 30 տարվա օպիտ ունեցող մարդկանց, փագեն ու այս ձևի խայտարակություն, գցենք, գիտես, մենք Իրանից այդ բոզի տղեկից ես չեմ նեղեն, որտեղ իրանք բոզի տղա են։ Իրանց ուզածը թուրք դառնալն է, բայց իմ ջղայնությունը գիտեք ինչն է, էլի իմ կարծիքն եմ ես ասում, որ մենք թողում ենք մեր հզորներին փագեն եւ մենք չենք պահանջում, ասենք արալ մի րոպե։ Դա նույնն է, ոնց որ քո տան հաց բերողին աշխատողին բռնեն փագեն, այդ երեխեքը ոնց են ապրելու։ Այդ նույնը, երբ որ ես իմ հրամանատարին տանեն փագեն, ես հարց եմ տալի, զորքը ոնց է այս ամեն ինչը, այս ամեն ինչը, լավ, վաղը կռիվ ալը, ինչ ենք անելու։ Որ հրամանատարն ես ուզում քո երեխուն հրաման տա, մարդ, որը ասում է ես գերագույն հրամանատարն եմ, բայց պատասխանատուն չեմ։ Որ հրամանատարն ես ուզում, որ Ղարաբաղի պրեզիդենտները գնացին հանձնվան։ Սենց այսօր ես մեկ հետ խոսում եմ, ասում եմ պատմության մեջ չկա մի հատ երկիր, որ 3 թե 4 պրեզիդենտ ըլնեն նստեն մեքենան, այդքան գցենք, այդ ինչ գիտեք, երբ որ իրանք ասեն, գիտես ինչ կա Ադրբեջանը, ասեր գցենք Բաքո Սահակյանը կամ Արայիկ այդ Աշկարիկը կամ են անունը մոռացեցա կհիշեմ, ասեն գիտես ինչ կա, դուք տվեք ձեր երկրի այս Ղարաբաղի պրեզիդենտներին, մենք Արցախի հետ կռիվ չենք տալի։ Այդ ես կընդունեմ, որ հերոսներ են, կյանքը հողի, երկրի, հավատքի համար տալիս են, բայց համ երկիրը տվին, համ զենքը հանին տվին, իրանք են նստեն բանով, պատավատով դաժե պատավատով հլնես էթած թշնամուն հանձնվես, հետո էլ հիմա ասում եք իրանք բանը գերի են, էսի աբսուրդ է։ Ռուբեն Վարդանյանին ես տեսեք Ռուբեն Վարդանյանն նորը խոսեց, ես իմ կարծիքն եմ նորից հայտնում, որ դա իր վերջի ոնց որ ասած խոսքը կլներ, ես գիտեմ, որ սա ոնց որ ասել ինձ կներեք, դա իր վերջի խոսքն էր։ Ինձ թվում է Ռուբեն Վարդանի վրա, որտեղ այդ անձին ես չեմ ճանաչում, ես չգիտեմ թե ինչի Ռուսաստանից բերեցին Ռուբեն Վարդանյանին դեղից ինքը գնաց հանձնվեց, սա մի հատ խորը թեմա է, որ ոչ մեկ չի կարող դեռ ճիշտը հասկանա։ Լավ, Ռուբեն Վարդանյանին հասկացանք, բերեցին ինչ պատճառով, իմանալով, որ երևի բիզնեսմեն միլիոնատեր էր, որ ինքը եթե մնար դրսում կփորձեր ուրիշ ձևի կառավարը, ես հենց եմ մեկնաբանում, ես մեկնաբանում եմ,
Ռուբենի Վարդանյանին բերեցին նրա համար խաբելով, որ արի դու կարող ես այստեղ կանաս ռուլի տանես, այս հարցերը լուծես, գցես տեղը ու տվեցին գնաց։ Մի պահ հասկանում եմ, բայց ինքը իր ներեգության ժամանակ ներեգությունը խնդրում իր շոֆերն թե իր աշխատողն եղե, որ իրեն տարել է եւ նրան են բռնել եւ ինքը իր այդ անձի կնոջից էր ներեգություն խնդրում, ես այդ մի պահը չեմ կարող հասկանամ, եթե լավ սարքեցին քո գլխին բերեցին, հետո դու գնացիր, բայց ինչի հանձնվար։ Այդ մարդն էլ հետը մեքենայի ռոլիկս դու մեքենա քշել չգիտեիր, հասցրեց քեզ այնտեղ, ինքն էլ հետը գերին գա։ Ինչ որ թե այստեղ մեծ խաբեություն կա, որ ազգին խաբելով, մաշեցնելով տանում են։ Չեմ կարող, ոնց ուզում եմ մեկնաբանեմ, չեմ կարող Ռուբեն Վարդանյանի քայլը հասկանամ։ Լավ, խաբեցին, բերեցին, հասկացանք, ինքը հասկացա, որ ինքը ընկել է բլոկադայի մեջ, ինքը էլ դուրս գալ չկա, ասում եմ, «Սյոն Գերջան, էսա», բայց այդ մարդու գնալ հանձնվելը, հետո ներեգություն խնդրելը, ինձ թվում է սա իր վերջին, չեմ ցանկանում, ցավով եմ ասում, սա իր վերջին խոսքն էր, երևի նրան ասել են, որ «Սյո, երևի էլ պրծավ քո ինքնությունը», չգիտեմ, այդպես էր, ես այդպես եմ մեկնաբանում իր ելույթը, լավ շոֆերին խիտարավ, կամ այդ իր ընկերոջը խիտարավ հետո, դա չեմ կարող հասկանամ, իսկ այն մնացածին, Արայիկին եւ այն մնացածին, թող այդ ժամանակ այդ զենքը, որ կար, չգիտեմ, քանի միլիարդի զենք, որ հանձնեցին ադրբեջանցիքին, թող միած սնայրատ վերցնեին, իրանցը սկոչով փաթեին, 3 սնայրատ, շատ չէ, 3-ներ, պրեզիդենտները, ու ուղիղ ինչ-որ համապատասխան այնտեղ գներ, չգիտեմ, ուղղակի դեպի Ադրբեջան տրաքելու։ Այդ ժամանակ մենք այդ անձերին կհերոսացնենք։ Մենք հիմի թողել ենք մեր իրական հերոսներին բերթերում, մենք թողել ենք մեր հերոսներին, որ հավերժ փառք կյանքները կյանք են տվել, Ռոստամի պես տղեկին մոռացության ենք ուզում տանք, եւ Ռոստամի աղբոր եւ մնացած, նույնը Պավլիկ Մանուկյանի պես տղեն, որ կռվել ու այսօր այս վիճակում բերթում է, այս խայտարակություն է, մեր խայտարակությունն է, գիտեք խի, որտեվ դուք լռում եք, ես չեմ լռում, ես չեմ վախենում, նրանք իմ համար օրինակ են մեծ, ես ինչից վախենամ, հայ լինելով, Եվրոպայում ապրելով, ամեն ինչ ունեմ, ամեն ինչ լավ ավսյո, ես վերջինը գնեմ ու ասել, լսեք, ինձ ես 30 տարի դուսը, ինձ ոչ մի բան պետք չի, ապահոված եմ, դուք էլ ձեր Հայաստանն եք, ու ինչ-որ միտեղ կայնեմ, ասեմ, ես հայ եմ, իհարկե ոչ, ոնց կարամ հայը լսի իր հայրենակից, իր գեներալին, իր աղբորը, սպանում են, բռնում են, ու սուս մնաք, հենց սա է արդյունքը, որ դուք շատերդ հզոր չլինեիք Սերոբ Գասպարյանից, շատերդ հզոր չլինեիք Ռուստամ Գասպարյանից, ու դուք եթե կարծում եք, ձեր տունը չեն գալու, կամ ձեր ընտանիքին չեն ծախելու թուրքի սրի տակ, ես չեմ վախենում ասելու, ես չեմ վախենում ամեն իմ խոսքը ասելուց, որ ես Եվրոպայում եմ ապրում, հա, ես հասկանում եմ ամեն իմ խոսքի ասածը, բայց ես չեմ վախենում, որտեվ Եվրոպայում այս օրենքը, որ ստեղ կա, իրանք ինձ լավ են ճանաչում, ես ով եմ, եթե ես նրանց հետ երբ որ հանդիպում եմ այդ մեծ եվրոպական այդ կառույցի հետ, այդ մարդկանց հետ, հա, իրանք գիտեն իմ ֆանատիկ տեսակը, բայց ես ընդունել եմ ասելով, որ այս մարդկանց համար է այս ամեն ինչը, որտեվ իրանք տվել են իմ համար կյանքը, իսկ նրանք դրա հետ հաշվի են նստել, նրանք դրա հետ հաշվի են նստում, ասում են, եթե այս մարդը 30 տարի չի փոխվել, բա որ վաղը եկուց մեր երկրում այդ նույն հարցագումը լինի, բայց մարդիկ ստե ինչ կանեն, իհարկե մենք կայնած ենք, շնորհակալություն եմ, մենք անշնորհակալ մարդ չենք, ամեն ինչ իր գինը ունի, նորից եմ կրկնում, հասկացողը թող հասկանա, ամեն ինչ իր գինը ունի, դրա համար ես չեմ վախում խոսելու, իսկ փորձել եք այդ գինը դնեք ձեր կյանքով, փորձել եք այդ ձեր TikTok-ից դուրս գաք մտնեք այսպես եթերներ անեք, փորձել եք որ դատարանները ոչ թե ջարդելով դատարանի կողքը կանգնելով պահանջելով մեր աղբերներին, խի չեք պահանջում, ես էլ եմ ասում, դուք շատ հզոր չեք շատերդ, եթե այն հզոր տղեկին խփեցին, եթե այն հզոր տղեկին, որտեղ գիտեք ինչ հիմա, որտեղ նրանք էլ են մենակ, ես երեք ասեցի մեր ազգի դժբախտությունը մենակ լինելն է,
Մեր ազգի խնդիրն է դա։ Արա դե գևը թողանի ես այդ համ ինչ անեմ։ Իմ մար Վարդան Ղուկասյան ինչ արե։ Սերոպն իմ մար ինչ արե։ Ինչ արե Սերոպը 30 տարի։ Իր աղբոր ու աղբոր երեխեքի հետ եւ իր տղեկի հետ խրամատում կռիվ ա տվել։ Էդի ես կարամ ասեմ։ Ես կարող եմ ասել, որ ինչ ա արել։ Ու Սերոպի պես նույնը Պավլիկ Մանուկյան, եթե չեմ սխալվում, հա, Պավլիկը մեր աղբեր ու մնացած աղբերները։ Ոնց քո համար չի արել, բայց երկիրը ում երկիրն է, այդ սահմանները ում սահմաններն է։ Ում սահմաններն է, կապա այդ տղեկի սահմաններ մենակ։ Թե սահմանները Ռուստամի սահմանները իր տղու սահմաններն են, մենակ որ գնացին Զոհվան, դե ասել ինչ ա, մի իր սահմանի համար գնացել կռիվ ա տվել։ Ոչ, քո համար ա տվել։ Իմ համար ա տվել։ Դրա համար էս է շնորհակալությունը։ Գիտեք, Աստված վերևից նայում է։ Անշնորհակալ մարդուն Աստվածաշունչը շատ բան է խոսում, Աստվածաշունչը անշնորհակալ մարդու համար։ Մենք ոնց որ դառել ենք անշնորհակալ, էգոիստ, մեկը մյուսի հաշվին։ Արա դե ես ինչի խառնվեմ։ Ասում եմ, առաջիներից մեկը ես կնեմ, որ այդ բառը ասեի։ Ինձի շատ անգամ ասեն, եւ քեզ պետք է արգելել եմ մարդկանց ինձ այդ բառն ասելու, ես հայ եմ։ Իմ քրոջս տղեն ամեն ինչ ուներ։ Ծառայել էր, հետ էր եկել, թակ տղա լինելով, ամեն ինչը ապահոված։ Կռվի հաջորդ օրը նա գնաց եւ հերոսացավ։ Կռիվ էր տվել։ Եվ հիմա ինքը եռաբլրում է։ Ես իմ փոքր աղբորը ինչ ասեմ։ Ոնց կարամ իր աչքերին նայեմ կամ եռաբլուրը եթամ ասեմ աղբերս դե դա վիզիայով եկել եմ քյաբաբ խորոված, քանի Հայաստանը կա ինչ արիք լավ արիք։ Էսա պատասխանը մեր հայի։ Էսա շնորհակալության ձևը։ Լավ նուժելի հայես կամ վախկուտա։ Ես չեմ ճանաչում, ես ես վերջում մի քանի տեղ նստացում եմ, ես չեմ ճանաչում իմ ազգի տեսագին։ Սա սովետը, որտեղ որ սովետական միության այդ ազգերը որքան որ մենք Եվրոպայով կամ աշխարհով մեկ ես եղել եմ, իմանում են հայեր, ասում են Արմենիա ուրիշ, հայերը ուրիշ եք դուք։ Այսօր ես ինչ են սարքես բոզի տղեկ ես նախիրը մեզ։ Լավ աշխարհն է փոխվում, հասկանում ենք։ Մեծ առևտուր է այդում, հասկանում ենք։ Բայց 30 տարի ինչ էինք անում մենք։ Բայց 30 տարվա առաջվա այդ պրեզիդենտին մեկը չկա վզից բռնող ասի, այ բոզի տղա, այս դու 30 տարիս չեք արի, արա երգիրը քանդել եք, երգիրը թալնել եք, մասոններից բռնած մինչև չգիտեմ, հիմի որ ասեմ կասենելի կպան այդ շինություններին, հես այս հասնել եմ այդ շինություններին էլի։ Ոչ մի ճիշտ պատմություն, այ այն օրը որ ես խոսում եմ այս գրքից, այս գրքի հեղինակի հետ մենք 12-ից հետո սկսել ենք շատ հետաքրքիր եթերներ տարբեր մարդկանց հետ, հիպատոսների հետ, հատուկ մարդիկ, որ եղել են այս 30 տարվա սահման գծողները, կռիվ տվողները, մարդիկ, որ իմացել են իրական պատմությունը, ուրեմն ես ձեզ մի բան ասեմ, ով որ իմացել է այս քարտեզների ու դոկումենտի համար, կամ երկրից ասեն գնա, կամ սպանել են։ Այ Վազգենը, ուրա, էսա Վազգենը, սպարապետը, հա, կինո հանեցիք։ Այս հրա մասին գիտեր։ Այս հրա մասին Վազգենը գիտեր։ Դրա համար էլ դեմ էր։ Դրա համար էլ ինքը, եթե այն վաղ Վազգենը միավորեր այն ուժերը, դրա համար միշտ ասում եմ հայի միավորության մեջն է։ Վազգենին խփեցին, պետք է հաջորդը շարունակել, ոչ թե իր չմո աղբերը գար նստեր մի տարի դառնար վարչապետ ու հմի միջեմ էլ ասում է ես ներել եմ, ես էս եմ արել։ Явնի հավատացյալ է դառը։ Ես դրա համար հարգում եմ Սերոփի տեսակը։ Ես հարգում եմ իրան, ես գիտեմ ինչի համար։ Կգա օրը ես կբարձրաձայնեմ։ Որտեղ նրա տեսակը չի ծախվում։ Որտեղ նրա աղբոր այրունը չի ծախվում, գին չունի։ Դրա համար բոզի տղեկը փորձում են։ Խի Վազգենի աղբորը չտարան նստացրեցին։ Արմենը խի չնստացրեցին։ Խի հարց եմ տալի, սա իմ ազատ կարծիքն է, հարց եմ տալի։ Արմեն Սարգսյանին խի չնստացրեցին։ Ինչի համար։ Միանգամից աղբոր պաշտոն այդ նույն աթոռը ոնց կարացավ ինքը նստեր, երբ որ աղբերը գիտեր այս պատմությունը,
իսկական պատմությունը, որը շատ հայրենագիստները չգիտեք։ Բայց գիտեք ումն են նստում, որ չես ծախվում։ Գիտես ում հետևից են լարում, որ երկիր չեն թողում, ով որ բարձրաձայնում այսենց։ Ու փորձում են շինցու գործերը դուս արդեն փորձեն։ Ես ասել եմ, հայ գենը մենակ չի։ Մենք ունենք շատ մեծ ժառանգություն եւ մենք շարունակել ենք մեր ժառանգությունը։ Գևը չնի, գևի տեղ Պողոսը գնի։ Մենք այդ մարդկանց արած սխալները թույլ չենք տալու։ Իսկ եթե մենք ասել ենք, եթե պետք է մենք չլինենք, դուք չեք լինի։ Մենք դենց ենք մտածում։ Մենք մեր եղբայրների թեկուս այն 30 տարվա սխալը դա թող լինի մեր համար ճիշտ ապրելակերպ։ Դենց էլ անում։ Մարդը սխալից է ճիշտ ապրում։ Եթե դու ընդունում ես ու հասկանում ես ինչա կատարվել։ Եթե դու պետքա իմ ճշտի համար, իմ ճիշտ խոսելու համար գաս ինձ վնասես կամ փորձես լռեցնելու, դու կլռես։ Դրա համար ասում եմ, սիրելի հայրենակիցներ, մենք պետք է միաբանվենք։ Բոլորս միասին։ Դրա համար 7 տարի, որ ես ասում եմ համայնքներ, եղեք հզոր, համայնքներ, եղեք միաբան, այսօր Ղուկասյանն է, մյուսօրը դու ես։ Կամ պետք է լռես ու խելոք համաձայնվես, որ Հայաստանը դա էլ Հայաստանը չի, այլ չգիտեմ, ինչ-որ մի երկրի մաս է կազմում։ Սա էր մեր ուզածը 5000 տարի Աստված տալով մեզ իշխանություն։ Հիմա գանք Աստվածաշունչ, որտեղ իմ համար ուղիղ եթերի առաջի մեծ կարևորությունն է, որ այս հարտակը ոչ թե միայն խոսվի խնդիրներից, այլ խոսվի Աստվածաշունչից, որտեղ ես այս քանի օրը, որ իշքան ես մոտենում եմ Աստծո խոսքին, իմ համար այնքան ավելի հասկանալի է դառնում այս աշխարհի կեղտոտ գործերը։ Իսկ եթե Աստված ասում է տալիս եմ ձեզ իշխանություն ու այդ իշխանությունը դու չես կարող ճիշտ առաջնորդվես, Աստված կվերցնի դա էլ քո ձեռքից, որովհետև Աստված ուզում է, որ դու իր փառքը առաջ տանես։ Աստված չի ուզում, որ ուրիշ դավանանք կա Հայաստան երկրի վրա։ Աստված տվել էր այդ դավանանքը, որ դու պահեր եւ աշխարհին տայր քրիստոնեությունը, ոչ թե քրիստոնյաներին մաշեցնելով սարքենք ուրիշ դավանանք։ Սա է մեր խնդիրը, բայց Աստված մեղավոր չի։ Մենք ենք մեղավոր։ Մենք ենք մասնատվել։ Թե հավատքի մեջ, ես հեսա կգամ այդ տոճկին, թե հավատքի մեջ ենք մենք մաշվել եւ չկանք, բաժանված ենք։ Ոնց որ մարդուկին կան, չէ՞, դրանց որ ապրում են, բայց պլատոնիշ են։ Նրանք ապրում են, բոլորը գիտեն նրանք մարդուկին են, բայց իտոկում ամեն մեկ իր սենակն է քնում։ Այդ վիճակն է Հայաստանը, պլատոնիշ։ Այդ բառը հիշեք, պլատոնիշ իրավիճակում է մեր երկիրը, որ ամուսնացած են, բայց իրականում իրանք իրար հետ չեն։ Այս խնդիրն է մեր երկրում դրած, թե հոգևոր դաշտը, թե քաղաքական դաշտը։ Քաղաքական դաշտը կգործի այն ժամանակ, երբ որ հոգևոր դաշտը կգործի։ Դուք ինչ եք պատկերացնում, ես մի անգամ իմ ուղիղ եթերում ասել եմ, որ պատկերացրեք մի պահ վերցնում ենք մեծ ավտոբուս, հոգևորից մինչև քաղաքականից մինչև աշխարհիկ նստում է այդ ավտոբուսը, դրսից մեկը փակում է դռները սվարկայանում, եւ մենք որոշում ենք, որ մի հատ, ասենց, չգիտեմ, ալկոգոլիկ կամ ամենավերջի կոնչենի մի անձնավորության, ասում ենք բալինքները վեկալ եւ այս ավտոբուսը 5 տարի դու պետք է քշես։ Դուք պատկերացնում եք փախնելու տեղ չունեք, այդ ավտոբուսի մեջ բոլորը մեջն են, էլ քաղաքական, էլ բարոյական, էլ չբարոյական, ով ասես մեջն է, բայց փախնելու տեղ չունի, իջնելու տեղ չունի, 5 տարի ոնց եք պատկերացնում։ Իշքան ուզում ես մեջը հալելույա գոռա, իշքան ուզում ես քաղաքականություն դու խոսա։ Մեկը նա անջատված քշելու է այդ մեքենան։ Այսօր մենք ոնց է, որ երբ որ մենք հավատացյալների խոսում ենք, ասում են, օ, եղբայր, մենք քաղաքականության մեջ չկանք։ Արա ասում են, բալավ էս ռուլը ուն եք տվել։ Նա պատկերացնում ես հոգևորները ասում են, մենք քաղաքականության մեջ չկանք։ Նշանակում է, դու ավտոբուսի մեջ կաս, բայց շոֆերը կոնչենի նարկոման է։ Ու հետո գոռում ես Աստծուն, ասում ես հրաշքարա։ Աստված ասում է, տղա ջան, իմաստությունը տվել եմ, իշխանությունը տվել եմ, հավատքը տվել եմ, դու վեկալ ռուլը ձեռքդ։ Եթե երկիրը հավատացյալը չկառավարի, ով պետք է կառավարի։
Սատանի որդիները։ Այս սատանի որդի կառավարումը գոռում եք Աստծուն, ասում եք Տեր ջան, ես ինչ ես արել։ Ասում եք տղա ջան, քեզ է տվել իշխանությունը, քեզ տվել սրան ռուլը։ Դու չգիտես էսի կոնչնի է։ Երբ որ դուք նստում եք ավտոբուս, նա կոնչներ, դուք տենում եք, որ ինքը խմած, անջատված ոնց նստվեցիք այս ռուլը։ Որ մեկին բերեցին բալանին տալու, որ ասեն հավատացյալ, հոգևոր, վարի ես մեկան, չէ, ախպեր, ես ավտոքշերը գործ չունեմ, չէ, այս նույնն է մեր վիճակը եղել։ Որ մեկին Աստված ասեց վերցրու ես բալանին, չէ, ես ինչ գործ ունեմ, էսի ավտոբուսը ախպեր, ես Ժիգուլի եմ քշել կամ ես ավտոբուս չեմ քշել։ Այ հիմա հոգևորներ, որ չոքած գոռում եք, օ, Տեր Աստված օգնի մեզ, ինչին օգնի։ Ոնց օգնի։ Ինքը տվել է քեզ ամեն ինչը։ Աստված ամեն ինչ տվել եւ պրծե։ Եթե դուք կարծում եք Աստված պետք է ձեզ տա, սխալվում եք, Աստված ամենաթանկը տվել է, որի անունը Հիսուս Քրիստոս, որի մեջ այրան մեջ կա իշխանություն, զորություն, փրկություն, իսկ դուք տալիս եք կոնչնին ձեր երկրի ղեկը։ Ու ոչ մեկը պահանջատերը չեք։ Հենց որ հասնում են ձեր դուռը, տունն են վեկալում, բանգով, չգիտեմ, գալիս են ձեր տան մեջ երեխուն են խփում, հորն են սպանում, չգիտեմ, կնոջն են բռնաբարում, նոր են վաղ գոռում եք կամ Աստծուն, կամ Վարդան Ղուկասյանին, կամ Պողոսին, կամ Պետրոսին, արդեն բայց ուշ է։ Էս է մեր երկրի վիճակը, եթե դուք համաձայն եք, ասեք եթե չէ, ապրեք այտենց։ Ապրեք ու կտեսնեք ինչ է կատարում։ Ոնց կարա աշխարհիկը մեր օրենսգրքի մեջ գրած է, այս վերջում Նիկոլ Փաշինյանին ասեց, ու ես այսպես հանգիստ նստած սպասում էի բոլոր հոգևորներից հետ, որ մեկը ունենար իշխանություն, ասել է մի րոպե ընկեր, լստապես ինչ ես ասում, ասում մենք աշխարհիկ պետություն ենք։ Քանի եկեղեցի կոչված կա, ասեք ձեզ չեմ ասում սեկտաներ։ Քանի եկեղեցի եք դուք Հայաստանի Հանրապետությունում 100 ամուր։ Ես հաշվել եմ տվել 200 քանի այդպես կազմակերպություն կա, որը ոչ մեկը չունեիք իշխանություն, բոզի տղան Նիկոլ Փաշինյանը ասե կարա լսի։ Մենք աշխարհիկ պետություն չենք, մենք առաջի քրիստոնյա պետություն ենք, այ բոզի տղա, ես ում ես խափում։ Չէ, դուք կուլտուրական մարդիկ եք, Վարդան Ղուկասյանը շատ կեղտոտ բերանով մարդիկ է, մարդը այն մնացած տղեկ կռված տղեկ նրանք էլ մեզի պետք չեն, եւ էլ հոգևոր գրեմա, էլ չհոգևոր գրեմա, Գև ջան, ինչ ես չարացել։ Չեմ չարացել, ասում եմ ախպեր, այն մարդը, որ ասում է մենք աշխարհիկ պետություն ենք, դա նշանակում է աշխարհիկ պետությունը, աշխարհիկ բառը նշանակում է պոռնիկ, համասեռամոլ, նարկաման, ով ինչ ուզի անի։ Ու դուք ասում եք մենք քրիստոնյա երկիր ենք։ Ար չի կարա լինի, սա Պողոս Առաքյալի գիրքն է, որ ասում է կինը, որ երկու տղամարդ ունի։ Նա խոսում է մի կնոջից, որ երկու տղամարդ նշանակում է մենք ունենք պետություն, որի մեջ գործում է քրիստոնեությունը, որ բարձրաձայնում է համար 1 ասում է մենք աշխարհիկ ենք, մենք նման ենք կնոջ, որ ունենք երկու տղամարդ։ Դա կոչվում է պոռնիկ, ըստ Պողոս Առաքյալի խոսքի։ Սրա մասին է խոսքը ասում։ Մի կիսվեք, կոնորոշվեք, դուք հիմի աշխարհիկ եք, թե շնորհքի երկիր եք։ Սա է խնդիրը։ Դուք չեք կարող Աստվածաշունչը, դուք չեք կարող երկու տիրոջ ծառայեք։ Չեք կարող եք։ Կորցնում եք որդի, լացելու եք, ապրելու են շատ ստրուկի կարգավիճակում, այսօր դասատուն դարել է առևտրական, պրոֆեսորը դարել է մաս սարքող, ու կամանցից մաշում է 5000 տարի եկած մի պետություն, որ աշխարհին խելք է սովորեցել ու հավատք է սովորացրել։ Հիմա ես նույնը մի բան եմ ուզում ասել սիրելի հայ ազգ ու քրիստոնյա ազգ։ Ամերիկան 300-ից 350 տարի է։ 1700 տարվա հավատք ունեցող ազգին դուք եք, ես եմ։ Գալիս է 350 կամ չգիտեմ քանի տարի է, 350 տարվա երկրի մարդը փորձում է քեզ սովորացնի Աստվածաշունչ։ Խոսք։ Ոնց կարայ ոնց։ Օտար վարդապետ, նայ գլմատ այս ձեր սախ կուլ, այս ձեր կողը, այս եկեղեցիները որ եթում եք դուք։ Դուք վարդապետվում եք օտար վարդապետություններով պետություններ, որը
200 տարուց մինչև շատ-շատ 1000 տարի լինի։ Նրանք ձեզ սովորեցնում են, նշանակում է, ոնց որ պատկերացնում եք պրոֆեսորը գնա բուհ կամ ունիվերսիտետ, աշակերտը դաստա պրոֆեսորին։ Էսի մի քիչ աբսուրդից դուրս է։ Սրա մասին եմ ես խոսում տարիներ, սա աբսուրդից դուրս է։ Կամ դասատուն գնա եւ առաջի դասարանի երեխեն սովորացնի հայ գրականություն դասատուին։ Պատկերացնեք երկրի վիճակը։ Մենք փոխվել ենք մեր տեղերը։ Մենք փոխվել ենք մեր ինքնությունը, մենք թողել ենք մեր ով լինելը։ Ու այսօր մենք սրան ենք մեղադրում նրան, ոչ, մենք ենք մեղավորը։ Մենք, ես, դու եւ բոլորս, այս 10-15 միլիոնը, որ ասում ենք մենք 15 միլիոն ենք, մենք հայ ենք, մենք էս ենք, մենք են ենք։ Որտեղ գնացել ենք, մենք մի լավ բան արել ենք այս աշխարհով մեկ։ Բայց մի հատ երկիր, մի հատ պետություն եւ մի հավատ, որ Աստված մեզ տվել է, արա չենք կարում պահենք։ Ուտում ենք իրարի։ Գավազանի կռիվ ենք անում, ոչ թե Տիրո Հիսուսը ոտքերը, Հիսուսի օրինակ ինքը լված ոտքերը իր աշակերտների։ Չէ, ոնց, ես եմ հովիվը, չէ, ես պետք է ունենամ իմ շինությունը ու պետք է մեկին կանչեմ, որ 200 տարվա պատմություն ունի։ Եվ նա պետք է քեզ սովորացնի, թե ինչ է նշանակում Հիսուս Քրիստոսի այրան գինը։ Աբսուրդ։ Աբսուրդ, դաժե Աստված վերևից զարմացած է մեր ազգ լինելու համար։ 200-300 տարվա ազգը, որ նոր դարել է քրիստոնյա, այն էլ չգիտեմ, չեն կողորոշում այդ համասեռամոլական խառը վիճակ Եվրոպա, Ամերիկա, դասավանդում են Հայաստանը, որը 1700 տարուց ավել հավատք ունի։ Ու դուք ասում եք, դուք հավատացյալ եք։ Ու դուք ուզում եք հրաշք ապրեք։ Ու դուք ուզում եք, որ Աստված ձեզի օրհնի։ Աստված տալիս է հոգևորին, բալանին ասում է, Որտյակս օրհնված լինես, ասում է, չէ, թող կոնչեն ինգա քշի։ Ես այդ համ հետևը նստեմ, այնտեղ քույրիկներ կան, եղբայրներ կան, ինձ թող խելոք լսան։ Սեմինարներ եք անում։ 옛날에 ես ասեցի, չեմ ուզում որ մարդկանց անունտամ, որտեղ այս դատական հարցերն է, հիմի պրծնենք, նոր ես մարդիկ կհրավիրեմ, հոգևորականներ, իսկական հոգևորականներ, ես ասեմ, չէ, որ շատ սուրպրիզներ առնելու։ Ու կբացատրվենք այս ամեն ինչը։ Այդ նույն հոգևորականները հիմա են Ամերիկա, սկսվել Հայաստան արդեն սկսվել է, մարտի 3-ից սկսվել է սեմինարները, հոգևոր սեմինարներ։ Հələ մի հատ այդ հոգևոր սեմինար վարողին 18 հատ 20 հատ թեմա։ Էս ֆինանս, մարգարեություն, չգիտեմ, էսիչություն, այնիչություն, հարց դուր։ Դու գիտես քո ինքնությունը դու ով ես։ Որտեղից ես եկե։ Ինչի համար ես դու եկե դառե հայ։ Աստված ինչի տվեց հային։ Մենք մեր ինքնությունը եւ սահմանները չենք ճանաչում, այս սահմանները չենք ճանաչում։ Եթե դու սահմանը չես ճանաչում, ինչի համար ես աղոթում։ Եթե դու սահմանների քո պատմությունը չես իմանում այսրա հետ միասին, որտեղ հենց այստեղ շատ հայկական սահմաններից է խոսում, սիրելի հովիվներ, այ ոչ թե ուղեղները տվեք փող ու 10-րդ ու 20-րդ ու չգիտեմ ձեր վիպերում, այ կարդացեք Աստվածաշունչը, արդյոք այս սահմաններից է խոսում Աստված ինչի մեզի տվեց այդպես մեծ ծովիստով Հայաստան ու հետո վեկալեց մեր ձեռից։ Ուրեմն դուք սխալ եք, մենք սխալ ենք ուրեմն ապրում։ Եթե մի կառավարիչի բերում են մի հատ մեծ ֆիրմայի տալիս են ղեկավար եւ նա ուղղակի այդ ֆիրման քանդու քարափանում ինչ են անում, վերցնում են նրա ձեռը տալու են մի ուրիշի։ Լավ մարդիշկան պետք է հիմար լինի, որ չկանա շատ հասարակ ձևով վերլուծի։ Ես որ ասում եմ ձեր գավազանը չի աշխատում, նեղենում եք, SMS եք գրում, եղբայր կարանք հանդիպենք, եղբայր կարանք խոսանք, ինչը խոսանք։ Հարց են տալի, ինչի Աստված կան մեծ քեզ տվեց պետություն եւ համար 1 գիրքը աշխարհի, համար 1 այս գիրքը Աստվածաշունչը։ Ինչի որ դու այս աշխարհին ցույց տաս Աստծո զորությունը։ Հիմա այս փաշուղլին եկի ասում է, էսելա քիչ, էսելա, ու դուք էթում իրա ձեռն եք սխմում։ Ու դուք զորություն չունեք։ Շատերը ասում եք ձեր գրազները, ընտանիքը հավատացյալ է, կեսը ձեռ է սխմում, կեսը գրառում է անում, որ դու սատանայի առաքյալ ես։ Բա հարց տվեք ձեր մեջ։
Սատանայի առաքյալը երբ որ գալիս է հոգևորի մոտ, նա պետք է ծնգի կա, այդ որ թփրդում է, պետք է ինքն գներ թփրդար ձեր դեմը։ Դուք չունեք իշխանություն։ Մեր երկիրը նման է այդ ավտոբուսին, որի ղեկին նստած է մի հատ կոնչնի նարկոման, որը պատերով տալով գնում է ու չգիտենք մինչև այդ ձորից գնգնենք եւ վերջնականորեն բրծնում է այս սահմանները։ Սա է մեր խնդիրը։ Մենք պետք է մեր ինքնությունը ճանաչենք։ Մենք պետք է մեր Աստծուն հարց տանք, ինչի տվիր եւ ինչի թույլ տվեցիր։ Եթե հարց ես տալու, պետք է պատասխան տա։ Եթե չեմ ցխամ Երեմիայի 3:33-ը գրած է, կանչին ինձ եւ ես եմ քո Աստված եւ ես կպատասխանեմ քեզ։ Որ մեկը դա ուր են մեր մարգարեները։ Այսօր լսեցի էլի կարկառուն հովիվներից մեկը Ամերիկա սեմինար է կանչում էլի։ Եվ հարցում է բժշկություն, մարգարեություն։ Արա դու եք որոշում երբ է մարգարեություն անում։ Դու ես որոշում երբ է բժշկություն անում, որ ռեկլամ ես անում։ Ես ինչ իմանամ, այս պահին ինչ պետք է լինի իմ հետ։ Ես ինչ իմանամ, դու ոնց կարող ես խոսել մի բանից, որը երկնքից է եւ ինքն է որոշում։ Բա որ մարգարեություն չեղավ, ինչ ես անում։ Սուտ պետք է մի բան պետք է մարգանց որ քեզի փող անեն տան։ Իմ Աստվածաշնչի մեջ չկա մի տեղ, սիրելի հայրենակից, որ իմ 12 այդ առաքյալներից կամ մնացած առաքյալները ասեն, արեք հավաքվեք լինա բժշկություն կամ մարգարեություն։ Հələ չեղած ասում են, այ եղածը գրել են։ Այն ինչ որ եղել է գրել են։ Բայց չեղածի մասին նրանք չեն ասեն, արեք երկրպագենք մեր Տիրոջը։ Թե ժամանակ Տերը մեզ ինչ նվեր կտա երկնքից, դուք գայթակղում եք, սուտ եք խոսում։ Դուք շատերը սուտ եք խոսում, գայթակղելով արեք մարգարեություն եւ հովիվություն եւ օրդություն կստանաք։ Այո, երբ որ մենք փորձում ենք Տիրոջը երկրպագենք, այո, մենք օրդված ենք։ Բայց երբ որ դու ես որոշում մարգարեյանալ, ո՞ց կարաս դու որոշես։ Ով է քեզ է թույլ տվել որ դու որոշես մարգարեություններ լինելու։ Այսուտ խոսանդեր, ցույց տվեք ինձ մի աստվածաշունչ, որ մարգարեն դաժե գնացել է, քայլել է հազարավոր կիլոմետրներ, ինքը չի իմացել դաժե ինչ պետք է լինի։ Չի իմացել, կամ էլ Աստված ասլա, կեթաս ու էսի կանես։ Այն դեպքում Աստված խոսել է, նա գնացել եւ արել է։ Իսկ դուք ասում եք, արեք եւ մարգարեություններ կապրեք։ Հեսա գալում եմ, խի չի լմբա, եկել եմ։ Հիմի նստել եմ ես օնլայն։ Դե հիմի թող մարգարեան եմ, խի չի մարգարեանում։ Ես հարց եմ տալ, ես այդ օր այսպես օնլայն այնտեղ մարդ ունեմ Ամերիկա, ասեմ մտնինես, միացնի, մենք գիտենք ոնց կմիացնենք, որ չկան այդ ախրանիկներ ասեն ապերս թե չեն նկարում։ Էդ էլ ենք ունեցել, բայց դրա հնարավորություն կա ուրիշ ձև ենք մենք նկարում։ Հիմա ես ուզում եմ Ամերիկայի այդ օրը իմ մարդը կգնա այնտեղ, կմիացնի հատուկ կամերան, կնստի, ես այստեղից եթեր եմ անելու, ասեմ, դե հիմա ես ուզում եմ մարգարեանամ, եղբայր։ Դե մարգարեացի իմ մար։ Խիչ ես մարգարեանում։ Որտեղ դու սուտ ես խոսում։ Դու սուտ ես խոսում, դու գայթակղություն ես տալի, որ մարդիկ գան։ Դու ռեկլամ ես անում։ Աստծո անունի տակ դուք փող եք աշխատում։ Դուք մոռացել եք մեր ինքնությունը։ Դուք մոռացել եք, թե Աստված ինչի համար է ձեզ կանչե, որ այս սահմաններից մնացած սահմանները բարի լուրը գնա, ոչ թե ձեր սեմինարներն ու ձեր փողերը։ Դրա համար այսօր կառավարում են բոզի տղեկը, հետո նեղեն եմ ասում եք գևը բոզ, այո, բոզ բառը Աստվածաշնչից է։ Ես չեմ գրել այդ բառը։ Սա է ձեր խնդիրը։ Հերիքավ ազգի խափեք։ Դրա համար ես հրավիրում եմ մարդկանց իմ եթերներին շուտով, որ լավ գիտեն սահմանն ինչա նշանակում է ինքնությունը։ Ես կհրավիրեմ մարդկանց, որ ձեզ ճիշտ բացատրեն, թե ինչա նշանակում Աստվածաշունչը եւ բարի լուրը Մատթեոսի 26-ը գնացեք եւ բարի լուրը տարածեք, ոչ թե գնացեք 6 ամիս սենագի մեջ դրփակեք 6 ամիս այդ նույն 20 տարվա հավատացյալին Աստվածաշունչ բրդեք գլուխը։ Բայց մնացածը 6 Սիրան տեսակ ինչ մարդիկ մեռել են հարյուրավոր, ուր էին, հավատացյալներ, ուր եք։ Չէ, դուք պետք է, վայ, ոնց քֆուր տվող մեզի պետք չի, մեզի աթեիստ պետք չի, մեզի պետք են փողատեր, բիզնեսմեն, կուլտուրական, ասում, օ, հալելույա, Տեր, հովիվս։ Դա է ձեզ պետք։ Դրա համար Աստված ասում է, սեսել է շատ սրանցը։ Էս էլ վեկալելու եմ տամ աթեիստների ձեռը։ Վերջնականորեն դուք եք որոշել այս ամեն ինչը, ոչ թե Աստված։ Հերիքա Աստծուն բերեք անթակ մեղադրենք ուրեր Աստված ուրերը, դուք ուրեիք։ Հերիքա Աստծուն, Աստված տվել էր ամենաթանկը։ Աստված իր գործնար է, բրձե դռները փակ է, վերևում սպասում է քեզ։ Ընդունի Տիրոջ
Այրունը Հիսուս Քրիստոսի եւ վերջ։ Իմ Աստվածաշնչի մեջ այս շոուները չկան։ Չկա, ցույց տվեք մի Աստվածաշնչի մեջ, որ սեմինարա։ Ցույց տվեք։ Ժողովարաններում Աստծո խոսք են խոսում եւ երկպագություն են անում։ Ոչ թե 300 տարվա երկրին կամ 200 տարվա խառը sense պետությունը լածին այդ վարդապետությունը բերում եք երկիր 1700 տարվա 1700-ից ավել տարվա աստվածաշունչ քարոզող ազգը ասում է բերենք գերմանացուն կամ ֆրանսիացուն կամ ամերիկացուն մեր երկիրը մեզի վարդապետություն տա դրա համար կոմիտասը գժվավ էս էր խնդիրը այդ տարբեր վարդապետությունները որ զգում էր ասում էր լավ էս ինչա կատարում էս ամեն ինչի մեջ էս ինչ ձեներ են էս ինչ բառեր են էս ինչ տոնանություններ է էս ինչ ղժոց է էս ինչ բոռոց է էս ինչ ոռնոց է այդքի որ ես գալում եմ ձեր մոտ ու դուք չեք նկատում այո ես այդ վիդեոները որ կա ցույց եմ տալու իմ կողիները ընկնում են ես չի ընկնում իմ կողինը ոռնում էր ես չի ոռնում հարց եմ տալի ինչի այդքան հաստակաշի եմ հա որտեղ ես հասկանում եմ իմ աստվածաշունչը երկնքի արքայությունից է խոսում երկրի չի խոսում այ երկրինն է թփրտում այ երկրինն է տարբեր ձայներ հանում աստվածաշունչը երկինքը ձայներ չան նա սիրով սպասում է իր որդիներին ու այսօր մենք ասում ենք արա դե դոգը, արա դես հերոսներ, արա դես եղավ, ինչ անենք, ախպեր, ինչ անենք, մենք քաղաքականության մեջ, ով պետք է լինի քաղաքականության մեջ, աշխարհը հարց են տալի բոլոր հովիվներիդ, մեր մարգարեները, Աբրահամը, Մովսեսը, Իսակը, եւ մնացած պատմությունը, որ սենց չեթամ առաջ, նրանք են ժողովրդի առջևում թե աշխարհիկը Մովսեսը երբ որ գնաց Եգիպտոսից հանեց իր ժողովրդին գոնե ամենամեծ օրինակը որ այսօր մենք այդ Եգիպտոսի օրն ենք ընկած ավելի բետար հարց աշխարհիկը տարավ ժողովրդին թե Մովսեսը խնդրում եմ պատասխանեք գլի ինչ որ մեկը ինձ ասի աշխարհիկը գլի ինձ ինչ որ մեկը որ ասի նարկոմանը խմողը չգիտեմ ժողովրդին ով գնաց կանգնավ բանի առաջ, փարավոնի առաջ, ասես լսի արա։ Իմ Աստված ասում է իմ ազգին ես պետք է հանեմ ստեղից։ Հենց դից էլ ասել է։ Դուք ասում եք, օ, ոչ։ Աղոթենք երկրի, այո, Աստվածաշունչն ասում է աղոթեք։ Բայց ում աղոթեմ, եթե նա խավարի որդի է եւ տրված է նրան եւ նա չի ապաշխարում։ Նա հիմա մտել է հավատացյալների մեջ Այ Նիկոլ Փաշովին մտելա ձեր մեջ, այ որ գնաց Ամերիկա, որ ասում է եղբայր ինչի ձեռքը տվի, ուրեմն ինքը ապաշխարեր այդ պահին։ Նա այսօր փորձելու է հավատացյալների բերի դաշտ, այդ սաղմոսներով։ Սատանան ավելի շատ գիտի Աստվածաշունչը, քան ինչ որ մի հատ երկնքում ծնված մարդը։ Դրա մասին գիտեք դուք։ Դրա համար ասում է, թե քարոզիչներին, թե մարգարեներին Գիտեք երբ ընդունեք, երբ որ Տիրոջ հոգին խոսա ձեր հետ։ Փորձը, խոսքը բան արեք, Տիրոջ խոսքն ասում է, երբ որ լսում եք, խնդրեք Տիրոջը, որ Տերը ձեզ մեկնաբանություն տա, արդյոք սա երկնքից է։ Այսօր շատերը երկրի քարոզիչ են։ Այսօր շատերը ես ասում եմ, որ նրանք հովիվ են շենքի մեջ, հենց որ շենքից դուրս են, նրանք հովիվ չեն։ Հենց մտան շենք, օ, հալելույա, եղբայրս։ Օ Սեր եք քարոզում։ Բայց էլ այդ հովին ասա մի մետր ոտը դուրս գցավ, հանգարց մեկն ասի, արա լսիլը, արա գիտես ես ով եմ եղել իմ կյանքում։ Արա դու գիտես ես ինչ ապրած եմ ունեցել։ Մենք չենք տարբերվել։ Աշխարհիկի ու հովիվին, որ ես նրանց որ ես մարդկանց գիտեմ, տարբերություն չեմ տեսել։ Դրա համար ես չեմ կարող ընդունեմ որպես հովիվ։ Շինության մեջ հովիվ ես, դուսը գել ես։ Գիտես ես ով եմ։ Սա է մեր խնդիրը, մեր երկրի դժբախտությունը այս է, որ մենք չգիտենք մեր ինքնությունը։ Մենք չգիտենք ինչի համար, որևէ մեկը հարց տվել է Աստծուն։ Ասում եք ես որ մի երկրորդին այդ եկեղեցիները, տես չեմ ասում,
ուրիշ բառ չեմ ասում։ Այդ 250 տարբեր եկեղեցիներին հարց եմ տալի։ Բոլոր դեր ձեր այդ մեծերը, այդ հոգևորական այդ դաշտի ճանաչ կամ ինչ շատ ատում եք կամ սիրում եք։ Ես դա լավ գիտեմ։ Բայց ավելի լավ է սիրեք, որտեղ Աստվածաշունչն ասում է մի ատի։ Նայ, հարց տվել եք Տերին։ Ինչի համար տվեցիր հայ ազգին դու առաջի քրիստոնեությունը։ Հարց տվեք ձեր Աստծուն։ Չէ որ Աստված պատասխանող Աստված է, չէ որ դուք ասում եք Սուրբ Հոգին խոսում է, չէ որ դու ամեն երկրորդ եթերն ասում եք մարգարեություն կա։ Արա փողի համար մարգարյանը մեկ, օլիգարխի համար մարգարյանը մեկ, շինության համար մարգարյանը մեկ, ավտոյի համար մարգարյանը մեկ, բիզնեսի համար մարգարյանը մեկ, այդ ես գիտեմ, էլի սա գրածքային մոդը, էլիշ կա։ Լավ տեղ եթալու համար մարգարյանում եք, ձեր երեխեքը պիտի սովորեն ովսորդներում մարգարյանում եք, այն աղքատը պետք չէ, նրան պետք չէ դինես բան։ Բա մեկ այդ մարգարայացեք ասեք Տեր Աստված, այս խի տվիր, խես վերցնում։ Խի սենց մեծ սահման տվիր մեզ, գրել էի ծովից ծով Հայաստան սաղ աշխարհում են, օր այս ծովից ծով Հայաստան, համ էս վեկալեց մեր ձեռից, համ էս, հիմի հարց, ինչն ենք սխալ արել, որ Աստված համ տվեց, համ վեկալեց։ Սա եմ ասե ես ամեն անգամ որ ես խոսում եմ, ասում եմ ցույց տվեմ, արեք մտածենք սրա մասին։ Ոչ թե մտածենք շինություններ սարքենք, որ հեսա գալու են բայրակթարները քանդեն տանել, ոնց որ Արցախի ուր են եկեղեցի կոչվածները։ Աստծո էի կոչում, ուր են։ Ոնց կարա սատանեն Աստծո մտնի տաճարը մտնի։ Չի կարա, եթե դու Աստծո մեջ ես, նա չի կարա քեզ կոդրի։ Նա չի կարա քո շինությունը քանդի։ Նա չունի այդ իշխանությունը։ Գրված Աստծո խոսքի մեջ չի կարա, դուք շատեր իշխանությունի ատեք, դուք չեք կարա անձի կպնեք, որտեղ այդ իշխանությունը դուք չունեք։ Ինձ շատ անգամ ասում են, «Եվ դու ո՞նց ես խոսում»։ Ես ասում եմ, ես խոսում եմ Տիրոջ իշխանությունով, որտեղ խոսքը ուժ ունի։ Ես չեմ վախում աշխարհից։ Ինչից վախենամ։ Տիրոջ իշխանությունը տրված է մեր մեջ։ Դու ժառանգորեն ընդունել ես այդ, հասկաս քո պորտալարը կպած Աստծո հետ, դու վեկալում ես, մկրատ այդ պորտալարը կտրում ես։ Էս է մեր խնդիրը։ Հիմի գնացեք հարց տվեք, գնացեք ձեր այդ սեմինարներին սիրելի քույրիկ եւ եղբայր, որ գնում եք, սիրելի հավատացյալ, նույնը գնացեք այն կաթողիկոսի մոտ, այն գավազանը որ կա ոսկե, էդի պիտի վեկալվի։ Ես հեսա շուտով մի քանի օր հետո ես կանդրադառնամ կաթողիկոսի արած մեծ սխալների համար, որ չասեք մենակ ընկել եմ ինչ-որ մարդկանց, ես նախ չեմ ընկել, ես կոնկրետ ինչ-որ ասում եմ, ես իմ ասածի տերն եմ, նույնը կաթողիկոսի գավազանը, այդ ոսկե գավազանը, պիտի այո վերցվի իր ձեռքից։ Պետք է վերցվի ու ասի ինգեր ջան, այդ քո աշխարհիկ ձևով շորերը հատի ու գնա մինչև տենան քո հետ ինչ անում։ Կամ ապաշխարի, սկսի նոր կյանք Աստծով։ Հարց տվեք։ Այդ ձեր սեմինարների որ գնում եք, հարց տվեք։ Ինչի համար։ Չէ որ երկիրը 100%-ա լավ 99% հավատացյալ ազգ է։ Ոնց կարա հավատացյալ ազգից համ երկիր, համ մասնատում համ հոգևոր դաշտի անկում, չի աշխատում։ Դրա համար ես ասեցի, վերցնում եմ գավազանը Գարեգինի, վերցնում եմ ձեր եկած հույրի, ամենամեծ հույրի Բենի Հիմի կոստյումը, որ սենց էր անում ժողովուրդը պարկում էին։ Հարց. Երբ որ դու ունենում ես մի հատ ֆիրմա, տարեկան դու կազմում ես բիլանց, որտեղ էր մինուս, որտեղ էր պլյուս։ Բա հոգևորականներ, հələ այն աշխարհիկը կամ ժողովուրդը չի հասկացել, լավ, ասում են չիմացությունը ամոթ բան չի։ Բա չէ որ դուք հովվի դիթխոսում եք, նշանը դուք ավելի մոտիկ եք, մի հիշեմ դոգի ասած երկնային գրասենյակին, քան տեր մնացած միամիտները, որ նոր են չոչանում, հա։ Բալի մի հատ հարց տվեք, ասեք 2024 թիվը ինչ եղավ։ Որտեղ է հոգևոր բարելավումը, հոգևոր մինուսը։ Որտեղ կարանք դզենք, որ Տիրոջ աշկին լավ լինի, որտեղ կարանք այնց անենք, որ մերժենք սատանային։ Չէ։ Արեք փողը, իշխանություն, դե գավազանն խփում փողերը էթումա ընդեղ սեմինարներ։ Էս է իմ խնդիրը, ոչ թե ձեր սեմինարը կամ ուզում եք սաղորը մտեք այդ շենքերից դուրս մի արեք։ Բայց որ ես վերցնում եմ այս տարի թիվը 1915 թիվ, այնտեղ եղել են հավատացյալներ, եղել են։ Վերցնում ենք Ղարաբաղը, Արցախը 3 տարի առաջ, բայց նույն հովիվները թող հավաքվեին, Գարեգիններ կանչին, ասեն լարիլը, կաթողիկոս։ Էս չկատարվավ։
Գիշեր-ցերեկ դուք ասում եք, շատերը ասում եք, դաժե ես ունեմ գրած SMS-ի մոտ, ես 24 ժամվա հովիվ եմ։ Արա, բա որ դուք 24 ժամվա հովիվ եք։ Այդ երկիրը պետք է մենակ ծաղկեր օրդությունով, պետք է ազգերը գային, ապաշխարեն այդ այն, պետք է ձեր հարևանները հիմա Թուրքիան պետք է ապաշխարած ըններ։ Չի ապաշխարե։ Նշանակում է ձեր այն ինչ որ տրված է ձեզ, դուք չեք կարած էսի օգտագործեք։ Նշանակում է ձեր ձեռից պետք է վերցվի։ Ցավոք եմ ասում, էսի հենց այդ տարբերություններ, որ եթե 108 տարի, հա, ցեղասպանությունը, եթե չէ 110 տարի, 110 տարի, դուք չկարացիք մեկ թուրք, այն արազի թուրքին, ասեք գիտես ինչ կա, այ կանգնեիք ամեն օր արազի ափին, ձեռներդ այսպես բարձացնեք, որ սենց բարձացնում եք, կամ սենց, չգիտեմ, մի հատ թուրք անենց անեք, որ արազը լողնալով գոր ապաշխարեր, չի եղե, նշանակում է ձեր հավատքը չի աշխատե, ես սրա մասին եմ խոսում, ես ուզում եմ տեսնել որպես հայ քրիստոնյա օրինակը, այս ինչի մար եմ խոսում այս անձերի օրինակից, իրանք կռվել են, իրանք կարացել են 30 տարի պահել այս ռեգիոնը, բայց հետո ասին համար տեսի մեզ պետք չի այս տղեկին կսպանենք, այս էլ կտանք, և դուք թույլ եք տարի, համ հոգևորն ալ լռում, համ աշխարհիկն ալ լռում, ես սրա մասին եմ այս տարիներ խոսում, ես սրա մասին եմ բարձրաձայնում ասում եմ լավ, օքեյ աշխարհիկից ունեմ օրինակ, մեր տղեկը կռվել են, հզորները կռվել են, չնայած նրանց մեջ 70% հոգևոր են եղել, ու նրանք իրենց կյանքը տվել են հանուն հավատքի, հիմա ուզում եմ գամ հոգևոր դաշտում մտնեմ, ես ուզում եմ ձեզանից սովորել, իմ անձը Հիսուսով մահացած է, ես ուզում եմ սովորել, թե կաթողիկոսին եմ հիմա դիմում, թե բոլոր հով ես չեմ ամաչում ասել, դե հիմա ինձի ասեք, ինչի չի գործ է, բայց ես ծերունդն եմ, ձեր հաջորդն եմ, ես ուզում եմ, որ ես սահմանները ունենամ, ես ուզում եմ, որ ես Աստվածաշնչի տված իշխանությունն եմ, դե ինձ տվեք այդ օրինակը, 110 տարի դուք չունեք այդ օրինակի պատասխանը, նշանակում է դուք չեք գործել, նշանակում է ձեր մոտ մենակ փողն է խոսե, նշանակում է ձեր մոտ մենակ իշխանությունն է խոսե, մեկը գավազանի եւ ոսկիների եւ մնացած օֆշորների մեջ է խառնված եղել, իսկ այն մյուսը օ հալելույա եղբայրս, ես տեսա, պետք է շինություն սարքենք, օ հրաշալի սեմինար է լինելու, որ պետք է մարգարեություն լինի, արի, դե արդեն սորվել են, որ խոսում էիք, արդեն մի քանիսը ջոգեցին, որ չէ, ստեղ մարդ կա, որ շատ է խոսում ես քանի տարի, մուտքը ձրի է, բայց այն վեդրոն, մյուս անգամ ես վեդրոն վերելու հետս, այդ վեդրոն ֆռմ այսենց, մարդկանց մեջ հես դուրը փակվա, հեռախոսները անջատեք, սեկուրիտասները ասում են նկարահանելը չի կարելի շատերին ու փողա որ հավքում են, շատերը փողա, շատերը փողով չի, իսկ այդ սեմինարները փողով է, հələ պետք է գրանցվեք առաջի տեղը նստեք, թե վերջի տեղը նստեք, դուք պատկերացնեք, որ Հիսուսը մի պահ մտնի էլի դեղ, ես չեմ պատկերացնում, թե տաճարում ինչ արեց, ըստ Աստվածաշնչի, թե ձեր տաճարներում ինչ կանի, ավելի լավ է հիմի գար ջարդեր, փրկվեք, քան թե դուք Աստծո դեմ պատասխան տաք, հարց եմ տալի, բերեք ինձ աբացուցեք, ես ուզում եմ ձեր օրինակով քայլել, հայ եմ, իմ սերունդին ինչ պետք է բացատրեմ, իմ երեխեք, իմ թոռները, որ իմ ինձի հարց տան, պապի ջան, այս մեր երկիրն է, այս մեծությունը, ինչա մնաց է այս մի փոքր կնոպկեն, ինչ պատասխան տամ, ես միշտ հարց եմ տալի ձեզ, դուք ինձի ասեք, ես խոնար եմ, հարց եմ տալի բոլորիդ, ինչ ասեմ, ով էր սրա մեղավորը, ով էր հեղինակը, Աստված տվել էր համ այս ծովից ծովը, համ օրենքից հանելով մցրեց ձեզ շնորհքի երկիր կոչելով առաջի քրիստոնյա ազգը, ոչ էս է գործում, ոչ էլ էս կա, ստեղ մասնատված Քրիստոս, ստեղ դաժե մասնատված էլ չի, հանձնված երկիր, քրիստոնյա երկիր, ու այսօր մենք էլ փախնելու տեղ չունենք, սա է իմ խնդիրը, ես փորձելու եմ մեր հայրենակիցներին շուտով, մենք պատրաստվում ենք եթերներ, թե մարդիկ, որ հեղինակն են այս սահմանների և գրքերի և պատմությունը իրական գիտեն, իմ համար շատ կարևոր է, որ մեր հայրենակիցները ունենան ինֆորմացիա, ես էլ եմ ասում,
Չիմացությունը ամոթ չի, բայց չիմացությունով կորցնել հավատք եւ ինքնություն դա սարսափելի է։ Ես չեմ ուզում դա լինի, որը շատ մոտ է։ Ես գիտեմ ինչից եմ խոսում, ու նույնը ես ունենալու եմ եթերներ իսկական աղոթող հոգիների հետ, հոգևոր, թե գնեդի կոչված քարիզմատիկ, թե գնեդի հայ առաքելական եկեղեցու անդամներից, որ կբացատրենք որտեղ ենք սխալն արել, որտեղ ենք ճիշտն արել, որտեղ ենք թերացել եւ որտեղ ենք կանգնած, այդ ռեզուլտատը։ Մենք պիտի դրա հետ հաշվի նստենք։ Եթե դու պատկերացնում ես ուղագի դրել եք ավտոմատ, ինքը ավտոպիլոտ պետք է, եթե դուք սխալվում եք։ Սատանան ամեն օր փորձում է գողանալ։ Գողացավ, մասնատեց, գողացավ, մասնատեց, 105 տարի է արդեն գողանում է, մասնատում է, գողանում է, ու ոչ մեկը ծրա մասին չի մտածում, արեք շինություններ, 6 ամիս մնացեք մեջը, ընդեղ էլ գավազանը թե իշ բիզնեսմենի բռնեմ, որ քարը ծախեմ ոչ թե 10,000 դրամով, այլ 60,000 գրեմ, որ դղյակները ստեղ ընդեղ սարքեմ, դրա մասին ես կանդրադառնամ, Աստված օրհնի մեր հայրենակիցներին, նորից եմ ասում իմ կոչը Վարդան Ղուկասյանին ազատություն, նա մեր հայրենակիցն է, ես լինելով քրիստոնյա իմ ձեռքը տալիս եմ ձեր ասած եւ իր ասած աթեիստին, Քրիստոսը եկել է աթեիստների համար, Քրիստոսը եկել է պոռնիկների համար, Քրիստոսը եկել է վատ մարդկանց համար, Քրիստոսը եկել է մարդասպանի համար, որ դարձի գան եւ հարություն առնեն ու հորստունը լցվի։ Հենց այդ օրինակով ես փորձում եմ բոլոր իմ հայրենակիցները թե գտնեն նեղության մեջ, անկախ նրանից նա գտնի հոգևոր քրիստոնյա, թե ինչ պատճառներով նա ծնվելով քրիստոնյա երկրում, շնորհքի երկրում, ծովիստով լինելով Հայաստանի երկրում, դառնա աթեիստ, դա իմ խնդիրն է եւ ես չեմ ուզում, որ իմ հայրենակիցը մնա աթեիստ, ես չեմ ուզում, որ իմ հայրենակիցը մնա բերդում, օտար երկրում, ես չեմ ուզում, որ իմ հայրենակիցը թեկուզ մեկ լավ բան արել է եւ դրա համար պատասխան տա, իսկ սխալների համար Հիսուս Քրիստոսը ասում է, Պողոս առաքյալը շատ ճիշտ ընդեղ ասում է, եթե մեղք եք գործում, մենք ունենք մեր բարեխոսը, որի անունն է Հիսուս Քրիստոս։ Աստված օրհնի ձեզ, լավ եղեք, մենք վաղը նորից կմիանանք ուղիղ եթերում, այո, մենք աջակցելու ենք եւ մենք լինելու ենք մեր բոլոր հայրենակիցների կողքին։ Նրանց, ով որ հայրենիք չեն վաճառել, երկիր չեն վաճառել, մենք նրանց կողքին ենք, Աստված օրհնի բոլորիդ։